Աշխարհի ամենահին, խոշորագույն ու ամենահարուստ արխիվներից մեկը 6 ամսից կբացի իր գզրոցներն ու կհրապարակի գաղտնի թղթապանակներ հայության դատի մասին։ Լուքսի նարկանա ցուցահանդեսում Վատիկանը պատրաստվում է գաղտնազերծել 8-ից մինչև 20-րդ դարի երկրորդ կեսին վերաբերող արխիվների ամենահետաքրքիր փաստաթղթերն ու վկայությունները։ Դրանց մի ստվար հատվածը վերաբերում է Օսմանյան և հանրապետական Թուրքիայի տարածքում շուրջ 4-րդ դար թուրքերի կողմից պետական մակարդակով իրականացված հայերի սիստեմատիկ ցեղասպանությանը։ Վատիկանի արխիվներում ուսումնասիրություններ կատարել հայ պատմաբաններից հաջողել են միայն Էլիզաբեթ Թաջիրյանն ու Մերուժան Կարապետյանը, որոնք արդեն հասցրել են ծանոթանալ մի շարք կարևոր արխիվային փաստաթղթերի։ Դրանք անկանխատեսելի և տհաճ անակնկալներ են խոստանում նախ և առաջ Թուրքիային ու նրա հովանավորյալ այլազգի վայ պատմաբաններին, ովքեր տասնամյակներ շարունակ հայոց ցեղասպանության ժխտողականության ջահակիրներն են եղել։ Արխիվների գաղտնազերծումը փաստորեն նոր հորիզոններ կբացի ոչ միայն հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման, իրավական ու քաղաքական հատուցման համար, այլև հայագիտությունն ու համաշխարհային պատմաքաղաքական միտքը կկանգնեցնի նոր հրամայականների առաջ։ Archivium Secretum Vaticanum, մաս երկրորդ, Հայլուրի հատուկ ռեպորտաժը։ Այս դռներից այն կողմ Հռոմի Սուրբ Աթոռի բացառիկ պահոցն է, աշխարհի խոշորագույն արխիվներից մեկը։ Այստեղ կարելի է գտնել փաստաթղթեր աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդների վերաբերյալ։ Այս հաստատությունը կոչվում է Archivium Secretum Vaticanum, Վատիկանի գաղտնի արխիվներ։ Ինչ գաղտնիքներ են թաքցնում դարերի ընթացքում այստեղ հավաքված փաստաթղթերի ստվար հատորները։ Հսկայածավալ է նաև Հայաստանին ու հայությանը վերաբերող այստեղ ամփոփված փաստագրությունը, եւ չնայած որոշ հետազոտողների ջանքերին այս պահոցներում դեռ շատ գաղտնիքներ են սպասում իրենց բացահայտմանը։ Վատիկանի գաղտնի արխիվներում գործում է 100-ամյա կանոնը։ Վերջին 100 տարվա նյութերը այսօր փակ են եւ անմատչելի բացարձակապես բոլորի համար, բայց շուտով կլրանա նաեւ վերջին 100-ամյակի արգելքի ժամկետը եւ աշխարհի առաջ կբացվեն նոր դարաշրջանի սկզբի ամենաարյունոտ էջերը, հայոց ցեղասպանությանը վերաբերվող դեռևս անհայտ փաստեր։ Պատմաբաններն այս հաստատությունն անվանում են Սուրբ Պետրոսի բանալի։ Երբ բացվեն փակ պահոցները, մեր ձեռքին կլինի դեպի պատմական ճշմարտությունը տանող եւս մեկ բանալի։ Մտնում էինք հայկական գյուղերն ու սպանում բոլորին, անխտիր։ Մեզ հետ եկած քրդերը թալանում էին հայերի տները։ Մի քանի տարեցներ եւ հաշմանդամներ թաքնվել էին քաղաքի կենտրոնում գտնվող դպրոցում, սակայն ըստ հրամանի նրանց էլ սպանեցինք։ Գերեվարեցինք եւ սպանեցինք նաեւ եկեղեցում թաքնված մարդկանց։ Ելիգուզան գյուղում սպանվեց եւ այրվեց 800 հայ։ Հայր Հովհաննեսի աչքերը հանեցին, մորուքը պոկեցին, քիթն ու ականջները կտրեցին, ինչից հետո նրանց սվինների վրա բարձրացրեցին։ Ես ոչ մի երեխա չեմ սպանել, նույնիսկ 2 երեխայի 3 օր շարունակ իմ վրանում եմ թաքցրել, սակայն մի օր իմ վրանում գտա այդ երեխաների մաստատված մարմինները։ Սա Մուստաֆա Սուլեյման անունով թուրք զինվորի վկայություն է։ Այն վերաբերվում է 1894-ից 96 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային ջարդերին։ Այս փաստաթուղթը եւ եւս մեկ էրզրումցի ականատեսի վկայություն թուրքական Վաթան թերթին է տրամադրել Սերջո Պագանուն, Վատիկանի արխիվների պատասխանատուն։ Նա տեղեկացրել է, որ 2012-ին բացվելու եւ ցուցադրվելու են 8-ից մինչեւ 20-րդ դարի երկրորդ կեսին վերաբերվող Վատիկանի գաղտնի արխիվները եւ որ հրապարակվելիք արխիվներում կան փաստաթղթեր Օսմանյան կայսրության կողմից 20-րդ դարի սկզբին հայերի դեմ իրականացված ցեղասպանության մասին։ Ինչ է մեզ հայտնի Վատիկանի այդ շրջանի փաստաթղթերից։ Երկու հայ պատմաբանների հաջողվել է ծանոթանալ որոշ կարևոր փաստաթղթերի, երբ մոտ 15 տարի առաջ Վատիկանի գաղտնի արխիվներում փնտրում եւ հետազոտում էին հայկական փաստագրական նյութը։ Հետևյալ փաստաթուղթը նրանց հանդիպել է գաղտնի արխիվների հայոց պատմության նորագույն շրջանին վերաբերող հավաքածուն ուսումնասիրելիս։ Ապրիլի 23-ին ձեռնարկվեցին զանգվածային ձերբակալություններ։ Հաջորդ օրը բոլոր պատերին կարդացվում էր մի հրաման, որ հայերին 5 օր ժամանակ էր տրվում իրենց գործերը կարգավորելու ու պետության ձեռքը հանձնելու եւ այրերին, կանայց, մանուկներին, հիվանդներին, քահանաներին, կույսերին առանց բացառության անհայտ ուղղությամբ շարժվելու համար։ Զինվորական սահմանակետն արգելում էր ամեն հաղորդակցություն այդ թաղամասի հետ։ Հաջորդ օրը սկսվում է բռնագաղթը։
Շատ քչերը հաջողացրին ոչ թե կարգավորել, այլ լիկվիդացնել իրենց ունեցվածքը։ Մի պահ հույս եղավ կաթոլիկների հանդեպ բարեհաճ վերաբերմունքի, օրինակ Թրապիզոնում, Քոչուից։ 28-ին եւ 29-ին տրված վերջին օրերը սկսվեց ուժեղ իսլամական պրոպագանդա, էապես փոխելով իրերի ընթացքը։ Հետևեց որոշ հարուստների օրինակը, եւ որ հիմա գրում եմ, շատ հարյուրավոր հայեր, որոնց մեջ 5 կաթոլիկ ընտանիք արդեն դիմումներ գրեցին իսլամի մեջ ընդունվելու համար։ Կոտորածների լուրերը ստվարացնում էին այս հոսքը, առավել դիմադրող էին կանայք։ Այս զեկույցը Սամսոնից ավստրո-հունգարական կապուցին, այսինքն վեղարավոր Միշել դա Կապոդիստրիացին ուղարկել է Դոլչիին։ Ով էր Դոլչին։ Հետագայում կարդինալ Անջելո Մարիա Դոլչին 1914-ից 23 թվականներին Հռոմի պապի նվիրակն էր Կոստանդնուպոլսում։ Առաջին համաշխարհային պատերազմի բարդ տարիներին Հռոմի եկեղեցին արևելյան եկեղեցիների հետ կաթոլիկների գործունեությունը կոորդինացնում էր առաքելական պատվիրակությունների միջոցով։ Ձևավորված էր բուրգ, որի ներքևում առաքելական պատվիրակություններն էին իրենց հսկայական միսիոներական ցանցով, իսկ ավելի բարձր արևելյան կոնգրեգացիան եւ պրոպագանդա ֆիդեն։ Հայաստանի տարածքում պապը 3 առաքելական նվիրակներ ուներ։ Անջելո Մարիա Դոլչին, որ Պոլսում էր նստում, Ֆրեդիանո Ջանինին, որի նստավայրը Բեյրութն էր, եւ երրորդը ավելի կարճատև առաքելություն Ուրմիայում էր։ Ուրեմն երբ մենք պահանջեցինք, ուզեցինք ծանոթանալ Դոլչիի ֆոնդի հետ, այսինքն Պոլսի նվիրագության դելեգացիոնի ապոստոլիկի ֆոնդի հետ, մեզանից գլխավոր արխիվիստ կրոջեն մեկ շաբաթ ժամանակ ուզեց ասելով, որ ֆոնդը Պոլսից գալու պես չի բացված եւ պետք է նայվի եւ կնքվի փաստաթղթերը, եւ մոդարապես կարող եմ ասել մեր ներկայությամբ այդ մի շաբաթում արխիվում կնքեցին, ճշտեցին, համարակալեցին փաստաթղթերը, նոր մեզ հաջողվեց ծանոթանալ։ Վատիկանի գաղտնի արխիվներում պահվող փաստաթղթերի հավաքածուներից մեր հետազոտողները խիստ կարևոր են համարում առաջին երկուսի եւ Միջագետ Քուրդիստանի առաքելական պատվիրակությունների ֆոնդերը։ Սրանցում եղած փաստաթղթերը մեծ տարածաշրջան են ընդգրկում։ Ամբողջ Մերձավոր եւ Միջին Արևելքը, Թուրքիա, Սիրիա, Պաղեստին, Իրաք, Իրան, Հայաստան, Կովկաս։ Մեծ եղերնի վերաբերյալ այստեղ ամփոփված նյութի ահռելիությունը պատկերացնելու համար բավական է ասել, որ մասնավորապես Դոլչիին տեղերից բարբերաբար զեկուցագրեր ներկայացրած միայն լատին միսիոներների եւ այլ ինֆորմատորների թիվը անցնում էր 150-ից։ Դոլչիի ինֆորմատորների քանակը դա կաթոլիկ միսիոներներ ամբողջ արևմտյան Հայաստանի եւ Անատոլիայի տարածքով սփռված անցնում է մի քանի 100-ից, որոնք ամենօրյա զեկույցներ են ուղարկում առաքելական նվիրագին Հռոմ ուղարկելու համար։ Այսինքն տեղեկատվություն ստանալը տրված է բավականին լավ հիմքերի վրա։ Այդ տեղեկատվության վրա է կազմում իր զեկույցները պապին, հենց ինքը Դոլչին։ Դոլչիի ինֆորմատորների թվաքանակը պատկերացնելու համար բավական է ասել, որ կաթոլիկ եկեղեցու զանազան թևերին պատկանող կրոնավորների թիվը գերազանցում էր Օսմանյան կայսրությունում դեսպանատների աշխատակիցներին։ Իսկ եթե սրան ավելացնենք նաև միսիոներների, ինչպես նաև հայ կաթոլիկների, ասորիների, քաղդիացիների, հակոբիկյանների, մարոնիտների, հրեաների, իսրայելցիների եւ շատ այլոց զեկույցներ, որ մեծ պարբերականությամբ պոլիս էին ուղարկվում կայսրության գրեթե բոլոր շրջաններից, ապա կարելի է Դոլչիին համարել պատերազմական շրջանում Օսմանյան կայսրությունում կատարվող դեպքերի մասին ամենաինֆորմացված մարդկանցից մեկը։ Դոլչիի գործի մեր պատմաբաններին ծանոթ հավաքածուն բաղկացած է 6 խոշոր տուփերից։ Օրինակ 4-րդի համար 92 տուփի մեջ հավաքված է մոտ 500 թերթ փաստաթուղթ, որ վերնագրված է հայերի հալածանքները եւ կոտորածները։ Ճիշտ այդպիսի ամփոփագիր են կրում նաեւ Դոլչիի կողմից Հռոմ ուղարկված զեկույցները, սակայն հայոց եղերնի մասին նյութերը հանդիպում են Դոլչիի բոլոր 6 տուփերում։ Դրանք կոտորածների անմիջական մասնակից ու ականատես անձանց զեկույցներ են, կոտորածներից որոշ ժամանակ անց ջարդերի հետքերի մասին վկայություններ, այս փաստաթղթերի հիման վրա կազմված եւ Վատիկան ուղարկված դիվանագիտական զեկույցներ, Վատիկանից ուղարկված դիվանագիտական հանձնարարություններ եւ Օսմանյան կայսրությունում հավատարմագրված դեսպանների, զինվորական գործիչների ու պետական պաշտոնյաների, մասնավորապես Թալիաթի, Էնվերի, Քեմալ Աթաթուրքի եւ այլոց հետ դիվանագիտական գրագրություններ, որտեղ այս կամ այն կերպ շոշափված է հայկական կոտորածների հարցը։
Պապական լեգատի կողմից հայկական ջարդերի առաջին ազդանշանը հնչեցվեց 1914 թվականի դեկտեմբերին, երբ նրա կողմից նոտա ուղարկվեց թուրքական իշխանություններին Սիրիայի տարածքում Հալեպում հայկական հալածանքների վերաբերյալ։ Հասկանալի պատճառով բացարձակ գերակշռում են հայ կաթողիկե համայնքներից ստացված տեղեկությունները։ Փաստաթղթերը վկայում են, որ 15 թեմերի կաթոլիկ հայերի թիվը 1914-ին 100,000-ից ավելի էր, իսկ արդեն 16 թվի զեկույցներում, մասնավորապես ըստ Հայր Շտրաուբինգերի զեկույցների, 15 թեմերից 11-ը արդեն ոչնչացված է։ Երկուսը Մարաշի եւ Հալեպի թեմերը թվով պակասել են կիսով չափ, եւ Պոլսի ու Բրուսայի շատ թուլացած թեմերի հետ մեծ վտանգի մեջ են։ Հայ պատրիարքարանի եւ միսիոներների տեղեկությունների հիման վրա Դոլչին 1915 թվականի հուլիսի 15-ին հետեւյալ նամակն է գրում իր անմիջական ղեկավար, Վատիկանի պետական քարտուղար, նույնն է թե արտաքին հարաբերությունների նախարար կարդինալ Պիետրո Գասպարիին։ Կիլիկիայի ողջ նահանգը ենթարկվում է սիստեմատիկ հալածանքների։ Սրա նպատակը նահանգի քրիստոնյա ամբողջ հայ բնակչության տեղահանումն է։ Իսկ կապուցին Նորբերտ Հոֆերի հետևյալ հուշագիրը Վիեննայի նվիրակին է հասել 1915 թվականի նոյեմբերի 5-ին։ Բռնագաղթ տերմինը նշանակում է առաջին բացարձակ մեկուսացում տղամարդկանց կանանցից եւ մայրերի իրենց զավակներից, երկրորդ թուրք պաշտոնյաների կողմից սպառնալիքով կամ շողոքորթությամբ դավանափոխության դրդում, երրորդ կանանց առևանգում ըստ նրանց ֆիզիկական հատկությունների, որպեսզի հարմար լինեն հարեմների համար վաճառքի կամ պաշտոնյաների ստոր կրքերը բավարարելու, չորրորդ փոքր աղջկանքները որպես աղախիններ հատկացվում են թուրքական տներին, որոնք պարտավոր են նրանց տալ իսլամական կրթություն։ Սա հասել է մինչև Պոլիս։ Այլ վայրերում թլպատվում են քրիստոնյա մանուկները, որպեսզի պահվեն թուրքերի տներում։ Վերապրողները ստիպված են լքել իրենց գույքը, տները, դրամը եւ բռնի գաղթել երկրի խորքերը։ Ընդհանրապես ուղեկցվում էին բիրտ ժանդարմներով, գաղթում էին գյուղեգյուղ առանց դադարի, միշտ դեպի անորոշ ուղղություն։ Ընկճված ու բզկտված իրենց մարմինը չէր կարող այլևս դիմադրել տառապանքներին ու զրկանքներին, այնպես որ նրանցից շատերը մեռնում էին ճանապարհներին, այլոք նույնիսկ կոտորվում էին։ Այսպես հաստատվում էր Վանում ու Բիտլիսում ընդհանրական ջարդերի լուրը, ապա Մարտինի, որտեղ ջարդի ենթարկվեց եպիսկոպոսը իր 700 հավատացյալներով։ Դոլչիի զեկույցներն էին այն փաստական հիմքը, որոնց հիման վրա գրվեցին սուլթանին ուղված Բենեդիկտոս 15-րդ պապի երկու ինքնագիր բողոքները հայկական ջարդերը կասեցնելու վերաբերյալ 1915 եւ 18 թվականներին, ինչպես նաեւ նրա կոչը ուղված պատերազմող երկրների ղեկավարներին։ Դոլչիին հաջողվեց նույնիսկ հարեմներից, անձանց տներից, առանձին անձանց 300 հայր որբերի փրկել, ստեղծեց որբանոց, որը հետո տեղափոխեց Իտալիա եւ վերջում հանձնեցին մխիթարյաններին, տղաների ավելի չափահաս դառնալուց հետո։ Դոլչիի կողմից հավաքվել են Օսմանյան կայսրությունում հայ բնակչության տեղահանման ու արտաքսման առնչվող բոլոր օրենքների բնագրերը եւ ուղարկվել են Հռոմ։ Օրինակ բռնագաղթված հայերի գույքի վերաբերյալ հրաման օրենքը, Թալեատ, Էնվեր եւ Նազմ ստորագրություններով։ Դոլչիի ֆոնդում կհանդիպեք գավառից եկող կամ քաղաքներից եկող օրինակ արժեքավոր փաստաթղթերից հայոց գույքի բռնագրավման վերաբերյալ հրամանագրերի բնագրեր, որոնք շատ քիչ են հայտնվում, մի քանի հատ ունենք նմուշներ, լուսահոգի Արտուր Պեյլերյանի հրադարագաչադերի քննարկած եւ այլն, վերջերս Ռեմոն Գևորգյանի հադորոն տված, կհանդիպեք ծնողները սպանած երեխաներին փրկագնելու, այդ երեխաներին օգնելու համար Դոլչիի կազմած միջոցառումները նույնիսկ։ Օրինակ Դոլչիի մոտ է պահվում իր ֆոնդում Թոկատլյան հոտելի գույքի ամբողջ բնագրերը։ Վատիկանի գաղտնի արխիվներում պարփակված փաստաթղթերը շատ արժեքավոր տեղեկություններ են պարունակում նաև հայերի վերջին բեկորների ոչնչացման մասին, որ շարունակվեց Թուրքիայում 1919-ից 22 թվականներին։ Մասնավորապես Կիլիկիայում այդ թվերին կոտորածների ընթացքի մասին ամենաարժեքավոր ականատեսական փաստաթղթեր են պահպանվել Ֆրեդիանո Ջանինիի ֆոնդում։ Երկու հայ պատմաբանների ընդամենը մոտ կես տարվա պեղումները Վատիկանի 2 գաղտնի եւ պրոպագանդա ֆիդեի արխիվներում բացահայտեցին մի անսպառ եւ կարեւոր շտեմարան, որը նոր անակնկալներ ու նոր ապացույցներ է խոստանում հայոց պատմությունն ուսումնասիրողներին ու հայ դատի պաշտպաններին։ Վստահ եմ, դա մի գործընթաց է, որը վերջ չունի։ Դիվաններից անընդհատ այդպիսի փաստաթղթերի հայտնաբերումը դա վերջ չունի, հավատացնում եմ ձեզ։
Աստծոս ողորմիա Տեր ողորմիա Տաթևիկ Նալբանդյան, Հակոբ Փափազյան, Հայլուր։